Բարև ձեզ։ Ինչպես ես իմ նախորդ մայիսի 13-ի հաղորդման ժամանակ վերջում խոստացել եմ, որ օրերս անդրադառնալու եմ չեղ գրող Վիկտոր Դիկի Առնետորսը վիպակի իմ թարգմանությանը եւ այդ թարգմանության խմբագրմանը։ Եվ ըստ այդ խոստման այսօր մայիսի 15-ի իմ ամբիոն հաղորդաշար երթական հաղորդումը ես վերնագրել եմ Թարգմանությունս և թարգմանությանս խմբագրումը։ Բայց նախքան թեմային անցնելը, ինչպես միշտ, կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են իմ հաղորդումները, բայց դեռ չեն բաժանորդագրված, ապա բաժանորդագրվեք խնդրեմ։ Նրանք, որոնք նայում են և հավանում են իմ հաղորդումները, ապա դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Մամաս Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա անցնեմ բույն նյութին, այսպես իմ թարգմանությունը և թարգմանությանս խմբագրումը։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Անտարես հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանին, որը հնարավորություն ընձեռեց ինձ թարգմանել չեխ դասական գրող Վիկտոր Դիկի Առնետորսը վիպակը։ Անկեղծ ասած, ես այդ վիպակը երբ սկսեցի թարգմանել, սկսեցի ավելի հաճույքով դա անել այդ գործը, որովհետև Դիկը ինչա ինձ համար անհայտ գրող էր եւ այս վիպակի թարգմանությունը նաեւ հայտնագործություն էր։ Ես դրանի միջոցով ես իմացա չեխ դասական գրող Վիկտոր Դիկի մասին։ Եվ ժամկետից էլ շուտ այդ թարգմանությունը երբ ուղարկեցի արդեն խմբագրություն, որոշ ժամանակ անց, ինչպես եւ որ պատշաճ էր, գործը խմբագրվել էր, անցել էր խմբագրի գրչի տակով, եւ ըստ պատշաճի, ինչպես հարկն է, ուղարկել էին այդ խմբագրված տարբերակը, որպեսզի ես ծանոթանամ, ունեմ արդյոք դիտողություններ, առարկություններ։ Անմիջապես ծանոթացա եւ անմիջապես, ճիշտ ասած, առաջին էջի երկրորդ տողից իզարմանս ինձ եղավ առաջին առարկությունս, որովհետև խմբագիրը հարկ էր համարել, տվյալ դեպքում խմբագրել հեղինակին, որովհետև վիպակը սկսում է հարցնում են ով ես դու եւ վիպակի հերոս ասում է ես այս ինչն եմ, ես այն ինչն եմ, ես այս եմ, ես այն եմ, ես վատն եմ, ես Առնետորս եմ, մոտ արպես այս։ Հիմա խմբագիրը որոշել է եսերը կրճատել, եսից մեկը հանել, այնինչ դա ավաղել է, աղճատել է։ Ես այդ եսի կրկնությունը զգացմունքայնություն շեշտադրում է, հա, եւ հեղինակը այդպես է, ես։ Հիմա դու ինչ ես հեղինակի մի եսը հանում խմբագրում, որ եւ սկսեցի ավելի ուշադիր, գիտեք, կարդալ եւ ինչքան ինչպես ռուսներն են ասում, չեմ դальше в лес, тем больше дров, ինչքան խորանում ես անտառ, այնքան ցախը շատանում է։ Հաջորդը, որ իմ աչքին զարնեց, այսպես SN-ed, այսպես դերանունների օգտագործումն է, ինչ որ չկա այդպես դերանուն, իրական հայերենում, խոսով այս, այդ, այն, դերանունների փոխարեն խմբագիրը դարձել էր S-ed-N։ Եվ գրեցի իմ հակաճառություն, անհամաձայնությունը ու նաև տեղանունների վերաբերյալ, ասենք կա կոպելլեր ըստ վիպակում, որ կոպելլերը դարձել են քոպել եւ հեղինակը քոպել, Կոնրադ անունը Կոնրադ, Կետխեն անունը Քետխեն են դարձրել։ Եվ սա գրել է իմ առարկությունները, որ դեմ եմ այդպիսի փոփոխությունների։ Եվ ինչ է կարծում խմբագիր Զավեն Բոյաջյանը ըստ պատվից վեր է համարել անմիջապես ինձ գրելու եւ գրել է միջնորդավորված ինչ-որ։ Եվ հա թե իմ այդ առարկություններին ինչ են պատասխանել։ Հարգելի պարոն Հովհաննիսյան,
Դուք խոսում եք ճիշտ գրական հայերենի պահանջի մասին, մինչդեռ պտտեցնել ճիշտ գրական հայերեն բառը դարձրել եք պտտացնել։ Ասեկոս է բառը դարձրել եք ասեկոս եւ այլն թողնենք մի կողմ, բայց ասեմ լավ կլիներ, որպեսզի պնդելու համար թե ճիշտ հայերենը պտտեցնելն է, ոչ թե պտտացնելը, լավ կլիներ պես Չզլանալ եւ բացել բացատրական բառարան, մասնավորապես ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը, այլ կոնկրետ Աճարյանի անվան լեզվի ինստիտուտ, հայկական ՍՍՀ, Գիտությունների ակադեմիայի հրատարակություն Երևան 1969 թվական։ Խոսքս այդ բացատրական բառարանի մասին է, որտեղ գրված է պտտացնել, տես պտտեցնել, նույնն է։ Երբ օրինակ է բերում ինչ-որ մի գրական գործից, ասում են դարձյալ բռնում էին օդի մեջ պտտացնելով զարկում էին գետնին։ Գրած է բառարանում այնպես որ Եվ ես եթե գրել եմ պտտացնել, ուրեմն հարկ եմ համարել, որ տվյալ դեպքում ճիշտը ոչ թե պտտեցնելն, այլ պտտացնելը խոսքը վերաբերում է այն բանին, որ վեպակի հերոսուհին ձեռքի մատների արանքում բռնած ծաղիկը պտտացնում է։ Դեպս այսեր։ Հետո ասեկոսեն դարձել եմ ասեկոս։ Նախ ասեկոսեն հոգնակին իսկ եզակին իսկ հոգնակի դեպքում ասեկոսեն դառնում է ասեկոսներ։ Ու նաև նույն ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում գրված է ասեկոսներ։ Ու եւ օրինակ է բերվում ասეთ նույն բառարանում ամենքի ասեկոսին, որ ականջ դնես այտուր կգնա։ Այնպես որ եմ ասում, ինչպես Սայաթնովան կասեր, դավթար սիրե, գիր սիրե, ղալամ սիրե։ Սա այսպես միջայլոց, զավեշտին եմ ասենք, բարեկամական հումոր։ Հումորը միշտ բարեկա սարկավ չի հումոր։ Բայց անկեղծ ասած ինձ ավելի շատ զարմացրեց, երբ խմբագիրը թոթովել բառը դարձրել է թոթվել։ Եվ մի քանի տեղ, ես կարծես բաց թողում է, որ վերի պակ է, բայց մի քանի անգամ մի քանի տեղ այդ բառը կա, թարգմանված, եւ թոթովելը դարձվել է խմբագիրը թոթվել։ Երևի այդ նույն տրամաբանությամբ Վահան Թոթովենցն էլ պետք է դառնա Թոթվենց։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա արդեն ինձ համար պարզ է դարձել, թե ինչու է հանկարծ այդ հրատարակություններից նոր հրատարակություններում օրինակ ասենք Վիլյամ Սարոյանը դարձել Ուիլյամ Սարոյան կամ Վիլյամ Շեքսպիրը դարձել Ուիլյամ Շեքսպիր։ Մի բաժալած այսպես ասենք։ Մյուս դետեկությունս վերաբերում է, գիտեք, հատուկ անունների։ Ուրեմն վիպակում կա լեռ, որը կոչվում է Կոպել։ Այս Կոպել լեռը, ես գրել եմ Կոպել, խմբագիրը դարձրել է Քոպել։ Եվ հիմա ես նույնիսկ շտորտավորված գրությունը կարդամ, որպեսզի պարզ լինի, հետո բացատրեմ։ Իդեպ մի քիչ առաջ ընկա, եւ երբ ես իմ անհամաձայնությունն է հայտնել, որ այս այնի փոխարեն էս ընկրվի, հիմա ինձ գրել են տվյալը։ Բայց դե թողնենք դա էական չէ, խոսքը վերաբերում է, ասենք այդ պտտացնել բառուն, հետո շարունակում է։ Վիկտոր Դիկի գործը լեգենդի ավանդության կամ ավանդազրույցի ոգով գրված կամ ոճավորված երգ է, հերոսների զգալի մասը հասարակ մարդիկ են եւ եթե խոսեն էսով կամ էնով, հազիվ թե դա կարելի համարել սխալ հայերեն կամ շատ անընդունելի բան։ Ընդհակառակը ավելի կենդանի ու արժանապատիվ, արժանահավատ կլինի, որ նման մարդիկ
արտահայտվել հենց ժողովրդախոսակցականին մոտ լեզվով, ոչ թե գրական կամ գրքային հայերենով, եւ եթե ուշադրություն դարձրել եք, S-ը կամ N-ը կիրառված է միայն երկխոսությունների մեջ, բայց ոչ հեղինակի տեքստում։ Բարեկամ, եւ հեղինակի եւ հերոսների խոսակցական լեզվում պետք է լինի այս, այդ, այն։ Այնպես ինչպես գրել է հեղինակը, այնպես ինչպես թարգմանել եմ ես։ Եվ ընդհանրապես ես ինչ-որ գիտեմ, կա խոսակցական եւ գրական լեզու, ես առաջին անգամ այսպես գրությունից կարդա ժողովրդախոսակցական։ Սա հիշեցի, ժողովրդախոսակցական, որ կարդացի, հիշեցի, ես մի ուրիշ անհեթեթ բառ, որ գում են բնակչության փոխարեն եկե գրեն ազգաբնակչություն։ Եվ հետո գիտեք, այդ S-ը արդարացնելու համար շարունակ գրում են, նորից ընթերցեմ։ Հայերեն ինչպես քաջ հայտնի է ձեզ, նման գրական ավանդույթ ունի, այսինքն S-ն գրելու։ Հիշենք ես միայն Թումանյանի գործերը, գրողը տանի։ Ինչ կապ ունի Թումանյանը այս գործի հետ։ Թումանյանը անմեկնելի է, Թումանյանը մեր անհաս փառքի ճամփան է, բայց ինչ կապ ունի Թումանյանը դարձնել փրկողակ ձեր սխալ վատ խմբագրման դեպքում համար։ Եվ հետո գրում է, եւ այնուամենայնիվ, եթե ես կտրականապես դեմ եմ S-ի հետի համար, ապա ի վերջո թող կմնա ձեր նախընտրած ձևով, բայց արժանապատվության լեզվական առումով էապես կտուժի արժանահավատությունը։ Բայց ինչ-որ կարծես թե ընդունել են իմ արարքությունները, բայց երբ ստացա գիրք արդեն տպագրված, տեսա S-ը մնացել է։ Եվ դրա համար որոշեցի այնուամենայնիվ անդրադառնալ, որովհետև գիտեք ինչ, չէի ցանկանա, որպեսզի պոտենցիալ ընթերցողը, որ կգնի գիրքը եւ կկարդա, թյուր կարծիք կազմի թարգմանության եւ հայերենի իմացության վերաբերյալ, իմ թարգմանության, իմ հայերենի իմացության վերաբերյալ։ Դա համար ես հարկ համարեցի անպայման շեշտել։ Ըստ որին ես նախորդ գրության ժամանակ, երբ իմ արարքություններն ուղարկել էի խմբագրություն, տեսնելով այդ անհարկի միջամտությունները իբրև խմբագրություն, elə ինչ ուզում եք արեք, եւ եթե այդպես է, գտնում եք այդպես, ապա խնդրում եմ, որպեսզի գրքի տպագրման դեպքում չնշվի, թե ով է թարգմանիչը։ Բայց նշել են, դե ես ստիպված պետք է անդրադառնամ։ Հա, հիմա հետո շարունակում են, հա, երբ նորից եմ նշում, որպես սա գրել է միջնորդավորված, ոչ թե բուն հենց ինքը խմբագիր, այլ միջնորդավորված աշխատող։ Հիմա գանք տարադարձությանը, խոսքը շարունակության մասին է։ Կոպելը լեռնային բարձունք է Գերմանիայում, ինձ են բացատրում թարգմանչիս։ Եվ գերմաներեն գրվում է կոպել, կոպել են գրել, այնպես գերմաներեն կոպել, umlautով, հատասանում է կոպել գերմաներեն։ Ըստ տարադարձման կանոնների շարունակում է միջնորդավորված աշխատակիցը, հայերեն տարադարձվում է K, ոչ թե K։ Եվ եթե հաշվի առնենք, որ գերմաներեն K հնչյուն ընդհանրապես չկա, անհասկանալի է, թե ինչու եք ուզում, որ հայերեն տարադարձությունը լինի կոպել։ Նույնը վերաբերում է Կոնրադ անվանը, որտեղ K-ն ճիշտ տարադարձելու դեպքում K-ը ոչ թե K։ Հիմա ասում եմ բացատրությանը։ Նախ գերմաներենում K հնչյուն կա։ Կա եւ K հնչյունը, եւ կա K տառը, եւ կա K հնչյունը, եւ կա K տառը։ Ինչ վերաբերում է կոպելի, օրինակ ասենք, օրինակներ բերեմ թե, հա։ Իդեպ արդյոք չկա գերմաներենում K հնչյունը։ Պետք է հստակեցնեմ, որ ասելով որ կա, օրինակ Kaiser, Kaiser բառը Kaiser, Kaiserslautern, ոչ թե Kaiser, ոչ թե Kaiserslautern, այլ Kaiserslautern,
կացե, որ նշանակում է կատու, ոչ թե կացե, այլ կացե։ Կլիմտ, հայտնի ավստրիացի նկարիչ Կլիմտ, ոչ թե Քլիմտ։ Վերջապես վերջին հաշվով Կարլ Մարքս, ոչ թե Կարլ Մարքս։ Կեյթել ազգանունն է, ոչ թե Քեյթել։ Նույն, այսպես ասած, դրամաբանությամբ, սխալ դրամաբանությամբ, որի փր գերմաներենում Կ չկա եւ Կ հնչյուն չկա, այդ նույն վիպակում Կեթխեն անունը դարձել են Քեթխեն, Կոնրադը դարձել են Կոնրադ։ Հայդեպ եթե տարադարձություն եք ասում, տարադարձության ժամանակ կոպելլերը դարձել է կնքը, ապա գուցե բանալ Փ դարձնեիք, դարձնել կոպել, ի խոսքով, ինչպես եմ կրկնում, ինչքան շատ ես խորանում անտառ, այնքան ցախը շատանում է և որոշեցի այլևս ոչ շարաշահել ձեր համբերությունը, ոչ էլ իդեպ ինչ է հիշեցի, տարիներ առաջ Վիլյամ Սարոյանը Երևանում էր, ժամանել էր Երևան, նրան հատուկ տարան կինոյի տուն և ցույց տվեցին Իմ սիրտը լեռներում է ֆիլմը, Յուրի Երզնկյանի նկարահանված Իմ սիրտը լեռներում է ֆիլմը և անմիջապես այն ժամանակ էլ գիտեք 60-ական թվականների կեսն էր, վիդեո տեսագրություն չկար, հաղորդումներ ու եթերով էին և կինոդիտումից հետո Վիլյամ Սարոյանին տարել էին նոր հեռուստատեսություն և հարցազրույց վերցնել և հարցերից մեկը վերաբերում էր դրով, տեսակ Իմ սիրտը լեռներում է ֆիլմը, ինչ կարծիք, ինչ կասեք այդ մասին, Վիլյամ Սարոյան իրեն բնորոշ անմիջականությամբ ասեց ես իմ կարծիքս ֆիլմի հեղինակին արդեն ասել եմ և անիկա գոհ պիտի լա, որ չկրկնեմ, հասկացաք, չէ։ Մի խոսքով, ավարտելով այս հակիրճ հպանցիկ ակնարկս իմ թարգմանությանս և թարգմանության խմբագրմանը, այնուամենայնիվ ուզում եմ հաջողություն մաղթել Անտարես Հոլդինգին, նորանոր նվաճումներ մաղթել, ինչ վերաբերում իմ այս ակնարկին, ապա դա ամենևին չի նշանակում, որ ես ուզեցել եմ, ցանկացել եմ ստվեր գցել այդ Անտարես հրատարակչության գործունեության վրա, որտեղ իրոք մեծ գործ են կատարում, սխալներ էլ լինում են հիմա, խմբագրական սխալը դա չի նշանակում, որ պետք է անդրադառնա անպայման դարպես Հոլդինգի աշխատանքի վրա։ Խոսքով այսօր այսքանը, բայց նախքան ցտեսություն ասելը, բաժանորդագրվեք, խնդրեմ եմ Համասյա Հովհաննիսյանի YouTube ալիքին, դրեք լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Համասյա Հովհաննիսյանի YouTube ալիքը ավելի տարածվում, ավարտելով խոսքս կոնկրետ այս գրական թեմային, ուզում եմ այդպես թե խմբագրին և թե միջնորդավորված աշխատողներին, որոնք գրել էին ինձ փորձելով այսպես կոչված ինձ սխալ հանել, նրանց Սայաթ Նովայի բառերով խոսքով դավթար սիրե, գիր սիրե, ղալամ սիրե, ցտեսություն, կհանդիպենք։